կամացոց բարեսիրած, և ողորմյան մարարացոց և իր բազմաներից, բարիք կամեցով, Տեր կամարարար, մի թողից գնալ իմ անձի կամքով, այլ առաջնորդի ինձ միշտ լինելով քո բարեսրի կամքի համաձայն և ողորմի մարարածների և իր բազմաներից։ Ոգեշնոր այսօր արժանապատվի հանրահայրեր, սերիկուներ և եղբայրներ։ Այսօր մենք բոլորս միասին ներկայվել ենք Օշականի Սուրբ Մեսրոպ Մարգոց եկեղեցում։ Միասին երեկոյան ժամերգության աղոթքի։ Այստեղ ենք հայցնելու Սուրբ Մեսրոպ Մարգոցի բարեփոխությունը, այստեղ ենք հպվելու նրա գերեզմանին, այստեղ ենք նրանց խնդրելու համբերություն, հավատքի տոկունություն, խաղաղություն, այստեղ ենք, որպեսզի միասնաբար աղոթենք նաև Արագատոկի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Փրոշյանի, Արժանապատվի Տեր Գարեգին քահանային, ինչպես նաև Միքայել և Բագրատ սրբազանների, ինչպես նաև համուն հավատքի, համուն մեր հայրենիքի համար Բաքվում գտնվողների, Ադրբեջանում գտնվող մեր գերիների, վշտահար ծնողների և համար աշխարհում խաղաղության, սիրո, հույսի և հավատքի համար։ Այսօր հայրագիտական եկեղեցին ծանր օրեր է ապրում։ Առավել ևս Արագատոկի թեմը իր վրա զգում է այդ ծանր օրերի հետևանքները։ Եվ մենք այսօր մեկտեղվել ենք միասին ցույց տալու մեր միասնությունը, մեկս մյուսին գոտեպնդելու, մեկս մյուսին հուսադրելու և մեկս մյուսով ավելի ուժեղ լինելու։ Այստեղ ենք ասելու, որ անկախ ամեն ինչից մենք մեր ծառայության մեջ ենք։ Անկախ խնդիրներից, դժվարություններից, բարդություններից, որ մեր առաջ այսօր ծանրացել են, մենք մեր ծառայական կերպի մեջ ենք։ Քրիստոս դեռևս իր երկրավոր կյանքի ժամանակ ասել էր. եթե ինձ հալածեցի, ձեզ էլ պիտի հալածեմ։ Ինձ չսիրեցին, ձեզ էլ պիտի չսիրեմ։ Ինձ բանտարկեցին, ձեզ էլ պիտի բանտարկեմ։ Եվ մենք արժանապատվորեն կրում ենք այս լուծը մեր ուսերի վրա, ընդունելով և հասկանալով կյանքի նոր մարտահրավերները։ Շատ կարևոր է մեր միասնական աղոթքը, որովհետև աղոթքը մեծ ուժ ունի իր մեջ, որովհետև հավատքը, որ մեզ այսօր մեկտեղել է միասին, կարող է շարժել լեռները, որովհետև այսօր մեր միասնությունը նաև պիտի որպես մի մեծ հզոր հոգևոր վահան կանգնի և պաշտպանի մեր սուրբ եկեղեցին։ Այսօր վտանգված է մեր եկեղեցին, բայց ես վստահ եմ, որ այս ամենը ժամանակավոր է։ Ես վստահ եմ, որ Քրիստոս մեզ հետ է։ Ես վստահ եմ, որ մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել և այս փորձությունը անցնելուց հետո դառնալ էլ ավելի ուժեղ, էլ ավելի նվիրված մեր եկեղեցուն, էլ ավելի զորացած մեր ծառայության մեջ և նվիրված մեր ծառայությանը։ Այսօրվա փորձությունը նաև մի տեսակ քննություն է մեզ համար և մեր ժողովրդի համար։ Այսօր մենք քննության մեջ ենք։ Բազմաթիվ անգամ ասել ենք, որ սիրում ենք մեր եկեղեցին, սիրում ենք Քրիստոսին, որ պատրաստ ենք նրա ետևից գնալու։ Այսօր ժամանակն է, որպեսզի մեր խոսքերը նաև որպես գործ մենք ցույց տանք։
մեր հավատքը որպես գործ ցույց տանք։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Ուրեմն սիրելիներ, այսօր է, երբ փորձության ժամանակ է, որ երևում է, թե ով է իմ բարեկամը, ով է քո բարեկամը, եւ ով է իրական քրիստոնյան եւ եկեղեցին սիրող մարդը։ Մի հարուստ մարդ ուներ մի որդի, եւ այս որդին ուներ բազմաթիվ ընկերներ։ Հարուստ էին, իսկ հարուստ մարդիկ ընկերներ շատ են։ Եվ ահա մի օր հայրը որոշեց դաս տալ իր որդուն, որովհետև կյանք էր տեսել, որովհետև ուշադրություններ են հաղթարել, եւ որդու ծննդյան օրը իր որդուն խնդրեց, որպեսզի ինքը կազմակերպի որդու ծնունդը։ Ճոխ սեղաններ գցեց, եւ ահա երբ որ եկավ ժամը, ընդամենը 3 հոգի եկան հայրու ընկերից, որոնք պիտի գային եւ հրավիրված էին։ Որդին զարմացավ, տխրեց, հայրիկ, միթե իմ ընկերներին լուր չես տվել։ Լուր եմ տվել, որդիս ասաց, բայց նրանց ասել են, որ դու խնդիրներ ունես եւ խնդրում ես, որ այսօր գան լինեն քո կողքին։ Եվ այսօր այն մարդիկ են եկել, ովքեր իրական քո ընկերներն են, ովքեր սիրում են քեզ։ Ահա սիրելիներ, առակը ցույց է տալիս, որ նեղության ժամանակ է, որ մեր բարեկամները երևում են։ Սիրելիներ, մենք ուժեղ ենք։ Մենք ուժեղ ենք, որովհետև Քրիստոս է մեզ հետ։ Մենք ուժեղ ենք, որովհետև մեր առաջնորդը Քրիստոս է։ Մենք անպարտելի ենք, որովհետև Աստծո ամենատկարը այս աշխարհի ամենաուժեղից ուժեղ է։ Աստծո հիմարը այս աշխարհի ամենաիմաստունից ավելի իմաստուն է։ Եվ աղոթենք միասին, որպեսզի Տերը զորացնում ես, համբերություն տա, համբերությունը կյանք է։ Այսօր մեզ պետք է միայն համբերություն, որպեսզի կարողանանք այս փորձությունը հաղթահարել անցնել, իսկ համբերությամբ մտածող մարդը պիտի հաղթանալի։ Սեր եւ խաղաղություն, հայ եկեղեցի անսասան է, հայ եկեղեցի կա, քանի դեռ պտտվում է այս մոլորակը այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ոտնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն։ Այմեն, որևից ես, սուրբ Եսիանով, ես կարգությունով, ես իմանով, որպես եկինս երկրի, լսած նրանազով, ուր ես այսօր, և ով ես հակիս մեր, որպես և մենք ողումերոս հատավաց, և իմանես մեզ գործություն, այդ մեկրած մեզ շայր, սիրոյակայություն և զորություն և բարկանյանս ամեն։ Սանգստյան ծալոտս և դավաճանս կազմանված սերասված, իհաջույս բարերական աստros, և մեր ներած և ասում հանցանած փողություն շվոյա, և ես քաղաք հավիտյանս ամեն։